Խոսափողի մոտ Աթիրա Իսրաֆիլն է։ Այժմ ձեր ուշադրության եք ներկայացնում լուրեր Ադրբեջանից։ Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիկմեթ Հաջիևը մեկնաբանելով Բաքվում ընթացող հայ գերիների դատավարությունները հայտարարել է, որ այս գործընթացը լուրջ անհանգստություն է առաջացրել Հայաստանի քաղաքական ղեկավարության մոտ։ Ըստ Հաջիևի, Երևանում այդ դատավարության դեմ քարոզչական արշավ է սկսվել, ինչը նա անվանել է միջամտություն Ադրբեջանի ներքին գործերին։ Նա հույս է հայտնել, որ Հայաստանը կճանաչի իր պատասխանատվությունն այս համատեքստում կատարված ագրեսիայի, պատերազմական հանցագործությունների եւ այլ ծանր հանցագործությունների համար։ Դատավարության դեմ անհարկի քարոզչություն իրականացնելու փոխարեն Հայաստանի կառավարությունը պետք է համագործակցի, նպաստելու անցումային արդարադատության վերականգնմանը եւ տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանը։ Խաղաղության եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների նոր սկզբի անկեղծ ձգտումը, իթևս այլ բաների, ցույց կտար Հայաստանի պատրաստակամությունը, ընդունելու իր պատասխանատվությունը եւ հանձնելու նրանց, ովքեր մեղադրվում են ռազմական հանցագործությունների մեջ, գրել է Ադրբեջանի նախագահի խորհրդականը X-ում։ Միլլի Միջլիսը հավանություն է տվել Ադրբեջանի անդամակցությանը 8 զարգացող երկրների տնտեսական համագործակցության կազմակերպության կանոնադրությանը։ Նշվել է, որ Ադրբեջանը միանում է 8 զարգացող երկրների տնտեսական համագործակցության կազմակերպության կանոնադրությանը, որը ստորագրվել է 2012 թվականի նոյեմբերի 22-ին Իսլամաբադում։ Նախագիծը դրվել է քվեարկության եւ ընդունվել մեկ ընթերցմամբ։ Կազմակերպության ներկայիս անդամներն են Բանգլադեշը, Եգիպտոսը, Նիգերիան, Ինդոնեզիան, Իրանը, Մալայզիան, Պակիստանը եւ Թուրքիան։ Աշխարհում, մասնավորապես Ամերիկայում եւ այլուր տեղի ունեցող աշխարհակաղակական իրադարձությունների ֆոնին ուրախալի է, որ Ադրբեջանի եւ Մեծ Բրիտանիայի միջև հարաբերությունները կայուն եւ ամուր են։ Հուսով եմ, որ դրանք կշարունակեն ամրապնդվել։ Այս մասին Ազերտ Հաջին հայտնել է բրիտանական խորհրդարանի լորդերի պալատի փոխնախագահ լորդ Դենիս Ռոգանը։ Նա նշել է, որ 2 անգամ այցելել Ադրբեջան, առաջին անգամ եկած ձեր երկիր որպես գործարար, իսկ երկրորդ անգամ խորհրդարանական պատվիրակության կազմում։ Ադրբեջանում գտնվելու ընթացքում տեսա, թե որքան հետաքրքիր է ձեր երկիրն ու ժողովուրդը, բովանդակալից եւ հյուրասեր։ Հուսով եմ, որ ապագայում հնարավորություն կունենամ կրկին այցելել Բաքու։ Գնահատելով Մեծ Բրիտանիայի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունները, լորդ Ռոգանը նշել է, որ Բաքվի հետ հարաբերությունները գտնվում են շատ լավ մակարդակի վրա։ Ադրբեջանցիների նկատմամբ Հայաստանի կողմից երկար տարիներ վարած էթնիկ զտումների եւ ատելության քաղաքականության արդյունքում 100,000-ավոր մարդկանց ոտնահարված իրավունքների վերականգնումը մեծ նշանակություն ունի միջազգային իրավունքի եւ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի եւ սկզբունքների հարգման տեսանկյունից։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևան։ Նրա խոսքով լայնածավալ աշխատանքներ են տարվել ներքին տեղահանվածների ոտնահարված իրավունքների վերականգնման ուղղությամբ, որոնք տարբեր ժամանակներում բռնի տեղահանվել են իրենց պապենական հողերից։ Մեր երկրի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության վերականգնումից հետո մենք բազմիցս միջազգային հանրության ուշադրությանն ենք ներկայացրել տեղեկատվություն Հայաստանի կողմից ստեղծված ականային վտանգի մասին։ Սակայն որոշ միջազգային կազմակերպությունների անտարբերությունը այդ կոչերի նկատմամբ կարելի է գնահատել որպես Ադրբեջանի նկատմամբ երկակի չափանիշների դրսևորում, ընդգծել է Ալիևան։ Ադրբեջանը մարդասիրական օգնություն է տրամադրել Քենիայի Վիհիգա նահանգի Սուր Բուրսուլայանվան հատուկ դպրոցին։ $20,000 օգնությունը ցուցաբերել է Ադրբեջանի միջազգային զարգացման գործակալությունը։ Միջոցները կուղվեն դպրոցում սովորող եւ բնակվող հատուկ կարիքներով երեխաների սոցիալական հրատապ կարիքների, ինչպես նաեւ ուսումնական հաստատության նյութատեխնիկական կարիքների ապահովմանը։ Երևանում մարտի 8-ին անհետ կորած զինծառայողների մայրերն իրենց որդիների լուսանկարներով հավաքվել են կառավարության դիմաց։ Ակցիայի մասնակիցները նշել են, որ այս ակցիայով ցանկանում են հիշեցնել, որ իրենք նույնպես մայրեր են, որոնք զրկված են իրենց որդիների ներկայությունից եւ նրանց ուշադրությունից։ Մենք ուզում ենք ցույց տալ, որ մենք բոլորս տառապանքի մեջ ենք տարվա բոլոր օրերին։ Մենք ոչ մարտի 8 ունենք, ոչ ամանոր։ Մեզ մոտ միայն տառապանք է, որ կառավարական շենքերում նստածներն են պատճառել մեզ։
Հարցին, թե արդյոք որևէ կերպ ուշադրության արժանացրել են անհետ կորածների մայրերին, նրանք պատասխանել են, որ իհարկե ոչ։ Մեզ պետք էլ չէ, որ իրենք մեզ հիշեն, թող հիշեն, որ կան մայրեր, որ զրկված են իրենց զավակների ջերմությունից նաև այս օրը, ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։ Դուք Բաքվից լսեցիք Ադրբեջանի ձայնը միջազգային ռադիոկայանի հայկական ծառայության վերջին լուրերը։ Մեր ունկնդիրներին հիշեցնում ենք, որ դուք հնարավորություն ունեք ձեր հարցերն ու առաջարկություններն ուղարկել մեր էլեկտրոնային փոստարկղ azradio@mail.ru։ Մեկ անգամ եւս կրկնում ենք մեր հասցեն azradio@mail.ru։ Սպասում ենք ձեր նամակների։